Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարդ» հեռուստասերիալում իրադարձություններն այնպիսի սարսափելի և անկանխատեսելի պտույտ են ստացել, որ հեռուստաէկրաններից այն կողմ պարզապես անհնար է հանգիստ հետևել մեր հերոսների ճակատագրերին։ Թվում էր, թե Լեայի և Լեոյի փախուստի ծրագիրը պետք է դառնար այս մղձավանջի փրկության միակ ելքը, սակայն այն վերածվեց իսկական մահվան ծուղակի։ Այսօր մենք կմանրամասնենք այն ցնցող իրադարձությունները, որոնք վերջնականապես կփոխեն սերիալի ողջ ընթացքը։ Ամեն ինչ սկսվեց մեծ հույսով։ Լեան ճամպրուկը ձեռքին իջնում է շենքի բակ, որտեղ նրան արդեն սպասում էր մեքենան։ Վարորդը հայտնում է, որ իրեն ուղարկել է տիկին Իննան։ Լեան առանց որևէ վատ բան կասկածելու միանգամից նստում է ավտոմեքենան, միամտաբար վստահ լինելով, որ մոր հետ վերջապես մեկնում է երկար սպասված հանգստի և թողնում է այս դժոխքն անցյալում։ Նա անգամ չէր կարող պատկերացնել, որ այդ նույն վայրկյաններին մակունցների առանձնատանը տեղի է ունենում իսկական պայթյուն։ Հունանը, ով ինչպես պարզվեց գաղտնի հետևել էր կնոջն ու ամեն ինչ գիտեր, վերջապես բացում է խաղաքարտերը։ Նա Իննային հայտնում է, որ տեղյակ է ողջ ճշմարտությանը և նրանց կազմած փախուստի պլանին։ Հունանի զայրույթն աննկարագրելի է։ Նա սկսում է անխնա գոռալ Իննայի վրա և հնչեցնում է ամենասարսափելի սպառնալիքը։ Ասում է, որ եթե Լեան ու Լեոն հանդիպեն, ապա ընդամենը մի քանի ժամից Լեոյի դիակը կփռեն Իննայի ոտքերի տակ։ Իննան կատարյալ խուճապի և շոկի մեջ է։ Նա չէր պատկերացնում, որ ամուսինն իրեն կհետևեր ու կբացահայտեր այս կենաց մահու ծրագիրը։ Բայց այս սարսափելի տեսարանն ուներ նաև անտեսանելի ականատես։ Ննջասենյակի դռան հետևից այս ողջ խոսակցությունն ու մահվան սպառնալիքը լսում է Մանանը։ Հղիության պատճառով առանց այն էլ ծայրահեղ հուզված վիճակում գտնվող Մանանը պարզապես քարանում է, լսելով հարազատ եղբոր մահավճիռը։ Հասկանալով, որ վայրկյաններն են որոշում Լեոյի կյանքը, Մանանը ճարահատյալ գաղտնի զանգահարում է Ավոյին։ Նա լացելով աղաչում և խնդրում է անհապաղ գտնել Լեոյին, քանի որ նրա կյանքին մահացու վտանգ է սպառնում։ Եվ ինչ եք կարծում, ինչպես է արձագանքում Ավոն։ Որքան էլ ցավալի է, Ավոն այս ողբերգության մեջ տեսնում է միայն իր շահը։ Նա միանգամից ոգևորվում է, քանի որ սա հիանալի առիթ է իրեն ցուցադրելու և ընտանիքի աչքին հերոս երևալու համար։ Իսկ քանի դեռ Լեոյի կյանքի շուրջ խաղադրույքներն ու վտանգները մեծանում են, Լեոն ինքը բացարձակապես ոչ մի բանից տեղյակ չէ։ Նա կանգնած է այգում և անհամբեր սպասում է Լեային, հույս ունենալով, որ շուտով կսկսեն իրենց նոր կյանքը։ Նա սպասում է ու սպասում, բայց Լեան այդպես էլ չի գալիս։ Պատճառն այն է, որ Լեային տեղափոխող մեքենան իրականում Իննան չէր ուղարկել, այլ հենց Հունանն էր սարքել այս ծուղակը։ Վարորդը Լեային տանում է ուղիղ Հունանի մոտ։ Հասնելով նշանակված վայր, Լեան հեռախոսով խոսում է մոր հետ, և Իննան խուճապահար ասում է, որ նա հենց հիմա ետ վերադառնա տուն, քանի որ Հունանն ամեն ինչ իմացել է, բայց արդեն շատ ուշ էր։ Հենց այդ պահին Հունանը նստում է ավտոմեքենան և դաժանաբար խլում է հեռախոսը դստեր ձեռքից։ Լեան ուղղակի սարսափած է և գաղափար անգամ չունի, թե ինչ մղձավանջի մեջ է հայտնվել։ Այս ողջ քաոսին զուգահեռ Սարգսյանների տանը հասունանում է ևս մեկ ողբերգություն։ Դավիթը մտնում է պապիկի աշխատասենյակ և նրան հայտնաբերում է անգիտակից վիճակում աթոռին նստած։ Սարսափած Դավիթը անմիջապես օգնության է կանչում Լեոյին, սակայն իզուր։ Լեոն գաղտնի դուրս էր եկել տանից և չկար։ Դավիթը փորձում է ուշքի բերել պապիկին, բայց ոչինչ չի ստացվում։ Սիրելի հեռուստադիտողներ, սերիալը հասել է ամենաճակատագրական կետին։ Ինչ եք կարծում, ինչ դաժան պատիժ է նախապատրաստել Հունանը Լեայի համար նրան բռնելուց հետո։ Եվ արդյոք բժիշկներին կհաջողվի փրկել Դավիթ պապիկի կյանքը, թե այս հարվածը նրա համար ճակատագրական կլինի։ Անպայման գրեք ձեր կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։